Բարի լույս սիրելիներ, այսօր մեր մայր եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտնի վիրապը։ Այսօր մենք բոլորս միասին նորից եւ նորից վերհիշում եւ անդրադառնում ենք այն չարչարանքներին, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ունեցավ վիրապի բանդում փակվելով։ Բայց միաժամանակ կարելի է մտածել, թե այս չարչարանքները ինչ որտեղ լավ փորձություն էին, չագերտավոր այդ լավը մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի համար, որովհետև այդ փորձությունների արդյունքում էր, որ արժանացավ այն փառքին, այն հեղինակությանը եւ այն սրբությանը, որ մենք այսօր ճանաչում ենք։ Եվ այս մտածումի մեջ այսօրվա ընթերցումը Մատթեոսի ավետարանի 16-րդ գլխից է, որտեղ Տեր Հիսուս Քրիստոս հետևյալն է ասում. Ինչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի, կամ մարդ ինչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց, որովհետև մարդու որդին գալու է իր հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, եւ այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։ Ուրեմն սիրելիներ, ինչ փրկագին կարող է տալ մարդ։ Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը տվեց այդ փրկագինը, տվեց այն քարոզչությամբ եւ այն գործունեությամբ, որ իրականացրեց ազատվելուց հետո։ Սիրելիներ, առասարակ այսօրվա ընթերցումը մեզ գալիս է հուշելու եւ նորից մեր մեջ հաստատելու այն գաղափարը, որ մենք յուրաքանչյուր մեկս հատուցում ունենք տալու Աստծուն, փրկագին ունենք տալու Աստծուն։ Եվ անշուշտ այն արյան դիմաց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս թափեց, մենք որևէ արժեք չունենք, որպեսզի կարողանանք համարժեքորեն վճարել Տիրոջը։ Եվ միակ բանը, որպես փրկագին, դա մեր այստեղի կյանքն է, որտեղ ոչ թե մեր անձի կորստյան մասին պիտի մտածենք, այլ անձի փրկության, որի արդյունքում մեր գործը հավատքին համապատասխան է դառնալու։ Այնպես որ այսօրվա խորհուրդը շատ գեղեցիկ է յուրաքանչյուր մեկիս համար, հիշեցնելու, որ մենք հատուցելու տեղ ունենք, եւ եթե այդ հատուցումը կարողանանք ճիշտ անել, ուրեմն պետք է այս կյանքը ճիշտ ապրենք, աստվածահաճո կյանք վարելով, ինչպես վարեց մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը։ Հետևաբար, թող հայրապետի բարեխոսությունը անպակաս մնա մեր ժողովրդի կյանքից եւ յուրաքանչյուր մեկիս կյանքից։ Եվ հայրապետի օրինակը մեզ համար դառնա այս կյանքում օրինակ, Տիրոջ խոսքը տարածելու, Տիրոջ փառքի համար ապրելու եւ նրա փառքով իհարկե արժանանալու այն հավիտենությանը, որ արժանացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։